Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք քննարկում ենք ամենատարբեր հիվանդություններ եւ խնդիրներ։ Ձեզ ենք ներկայացնում նրանց բուժական եւ վիրահատական մեթոդները ոչ միայն Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի պրակտիկայից։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայության ղեկավար Էդուարդ Ավագյանն է։ Բժշկի հետ մենք փորձելու ենք հասկանալ ինչպես անցկացնել ամառը, որպեսզի այն լինի անվտանգ, հնարավոր զերծ խնդիրներից։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ այստեղ լինելու համար։ Բարև ձեզ Սայիդա ջան, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Բժիշկ, խնդրում եմ ասեք, ինչպես դիմակայել ամռանը այս ուլտրաճառագայթների բարձրացած ֆոնին, որպեսզի հնարավոր ռիսկերը փորձենք կանխել կամ գոնե չունենանք լավագույն դեպքում։ Ամառը լավ է իրականում։ Ամռանը ունենք բարձր տրամադրություն, ամռանը մենք գնում ենք ծովափ, լողափ, ստանում ենք վիտամին D, բայց իրականում կողմնակի բացասական երևույթները արևից առաջացած շատ ավելի վտանգավոր, նույնիսկ կենսական մեծ սպառնալիք ներկայացնող խնդիրներ կարող են առաջացնել ու դրա համար խոսեմ հեսա դրա մասին ու դրա համար շատ կարևոր է որոշակի կանոնների պահպանումը ամռանը։ Իսկ ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ արևից, սկսենք ամենաթեթև խնդիրներից, ինչպես օրինակ նույն արևայրուքը իրենից ներկայացնում է մաշկի պիգմենտավորման մի խնդիր։ Իհարկե շատերի համար դա թվում է թե գեղեցիկ է, սիրուն է, նույնիսկ շատ աղջիկներ հատուկ արևայրուք ստանալու համար գնում են ծովափ կամ լողափ, բայց իրականում այդ արևայրուքը ինչից է առաջանում։ Առաջանում է մաշկի բջիջների DNT-ի փոփոխության հետևանքով։ Իսկ այդ DNT-ի փոփոխությունները երբեմն կարող են լինել անկառավարելի։ Իսկ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մի օր այդ DNT-ի փոփոխությունը կարող է բերել բջիջների անկառավարելի աճի, այսինքն նորագոյացության ձևավորման։ Ընդ որում խոսքը կարող է գնալ նույնիսկ չարորակ նորագոյացությունների ձևավորման մասին, մասնավորապես բազալ բջջային քաղցկեղ, տափակ բջջային քաղցկեղ եւ ամենասարսափելի, ամենամահացու վտանգավոր չարորակ նորագոյացությունը մելանոման։ Սրանց մասին իհարկե կխոսեմ մանրամասն, բայց կան նաեւ ավելի թեթև կողմնակի երևույթներ կամ բարդություններ, որոնք կարող են առաջանալ արևից, օրինակ մաշկաբորբ կամ ֆոտոդերմատիտ։ Երբ որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկը սկսում է բորբոքվել, մաշկի վրա առաջանում են կարմիր, բորբոքային հանգույցիկներ, երբեմն քորվող, ցավոտ, անհանգստացնող է իհարկե։ Կարող է առաջանալ շփաբորբ քրտնելու հետևանքով, այդ ամռանը ոչ միայն արև է, ամռանը նաև տաք է, տոթ է, եւ այդ տոթ պայմաններում իհարկե քրտնարտադրությունը ուժեղանում է, դրա հետևանքով էլ իհարկե առաջանում է այդ շփաբորբը։ Դա այն ժողովրդական ասած քրտնախաշ կոչվածն է։ Այո, կարող ենք այդպես էլ անվանել, երեխաների մոտ ավելի արտահայտվածի դեպ, քան թե մեծահասակների, իսկ մեծահասակների մոտ հիմնականում արտահայտվում է քաշի ավելցուկ ունեցողների մոտ։ Դա հստակ մարմնի որոշակի զոնաներում է, մարմնի հատվածներում, որոնք ավելի հաճախ են շփման ենթարկում, դա ծալքային հատվածներն են, օրինակ աճուկային շրջանը, կանանց մոտ կրծքագեղձերի ծալքերը, թևատակերը եւ այլն։ Իսկ սա ինչով է վտանգավոր, այսինքն ամեն մի խնդիր բերում է իր խնդիրների, որ շփաբորբը կարող է բարդանալ սնկային հիվանդությամբ։ Այդ դրա համար շատ հաճախ ամռանը սնկային հիվանդությունները ավելի հաճախ են դիտվում։ Մեկ այս պատճառով, մեկ այն պատճառով, որ ամռանը մենք այդ լողափ, ծովափ գնալու հետևանքով շատ հաճախ նաև ոտաբոբիկ են քայլում, իսկ դա ռիսկային է ոտնաթաթերի սնկայինի զարգացման առումով։ Իսկ ավազը կարող է սնկային հիվանդության պատճառ դառնալ, փոխանցել։ Ոչ միայն ավազը, այլ նաև լողավազանը, բացօթյա լողավազանի հարակից զոնան, կոպիտ ասած, որտեղ միշտ խոնավ է, դա հիանալի միջավայր է սնկերի բազմացման համար եւ իհարկե դառնում է վարակի աղբյուր։
ջուրը չի կարող փոխանցման աղբյուր լինել։ Այսինքն, եթե նման լողավազանում օրինակ հողաթափերով մտնել, կարող են ջրից վերցնել, թե եթե հողաթափերով են, կարող են համարվել պաշտպանված։ Տեսեք, եթե ջրի ախտահանման գործընթացը ճիշտ է կատարվում, ապա չէ, ջուրը չի կարող փոխանցման աղբյուր հանդիսանալ, որովհետև այնտեղ սենկեր չեն կարող բազմանալ։ Բայց ցավոք մեր իրականության մեջ միշտ չէ, որ այդ ախտահանումը կատարվում է հավուր պատշաճի, դրա հետևանքով շատ հաճախ հենց լողավազաններում վարակի process-ը տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ծովի ու լճերի միջև մեծ տարբերություն կա, ծովի ջրի մեջ այդ աղի պարունակության հետևանքով վարակի փոխանցումը ավելի քիչ է կատարվում, քան թե լճերում։ Արևայրուքը արևահարումից տարբերվում է։ Իհարկե դրանք տարբեր բաներ են։ Արևահարումը բերում է ընդհանուր օրգանիզմի փոփոխությունների, ընդհանուր մինչև սիրտանոթային համակարգի աշխատանքի ծանրաբեռնման, որովհետև արևահարման հետևանքով տեղի ունենում ջերազրկում։ Ջրազրկման աստիճանից կախված համապատասխան փոփոխություններ կարող են առաջանալ, գրանցվել են դեպքեր, որ արևահարման հետևանքով նույնիսկ զարգացել է երիկամային անբավարարություն պացիենտի մոտ։ Արևայրուքի ժամանակ տեղի ունենում մաշկի փոփոխություն, ինչ ձևով մաշկը սկսում է պիգմենտավորվել, այրվել, դրա հետևանքով պիգմենտավորվել, իմ վերը նշած ռիսկերի զարգացման մեծ հավանականությամբ հիվանդությունների զարգացման եւ արևայրուքի ժամանակ մեծ դեր են խաղում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հենց ներթափանցումը մաշկի մեջ, հա, իսկ արևահարման ժամանակ մեծ դեր է խաղում ոչ միայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, այլ նաեւ հենց բուն տոթը, շոկը, որը բերում է երկրտնարտադրության եւ դրա համապատասխան ջրազրկման։ Եթե խոսեցինք արևայրուքից, այստեղ մի քիչ էլ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին ասեմ, որտեղ դա էլ է շատ կարևոր։ Մենք ունենք տարբերում ենք, այսինքն 3 սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթ A, B, C, C սպեկտրը մեզ չի ասում օզոնի շերտով կլանվում է, իսկ A ու B սպեկտրի ճառագայթները ազդում են մեր մաշկի վրա, ու դա ինչի է կարևոր շեշտել հենց A ու B սպեկտրը, որովհետև հետագայում, երբ որ մենք ուզում ենք պաշտպանվենք արևի ճառագայթներից եւ ընտրում ենք արևապաշտպան միջոցներ, կռեմներ, շատ կարևոր է, որպեսզի այդ կռեմի վրա, տուփի վրա մատնանշված լինի, որ այն պաշտպանում է թե A եւ թե B սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որովհետեւ կարող են լինել կռեմներ, որոնք պաշտպանում են միայն A կամ միայն B, ինչը թերի է, իսկ երկու սպեկտրի ճառագայթներն էլ կարող են վնասել մաշկը ու առաջացնել թե մոտակա եւ թե հեռակա խնդիրներ։ Ու այս առիթն էլ օգտագործեմ այդ մոտակա ու հեռակա խնդիրների մասին էլ ասեմ, շատ կարեւոր է դա։ Օրինակ ակնեով հիվանդը շատ է նշում, երբ որ գնում է արևայրուք ստանալու, իր ակնեն թեթևանում է։ Բայց մենք բժիշկներս միշտ հորդորում ենք, որ չէ, արև չի կարելի ակնեի ժամանակ։ Այստեղ հենց այդ A եւ B սպեկտրի ճառագայթների մոտակա եւ հեռակա ազդեցությամբ է բացատրվում այս ամեն ինչը, ուրեմն այս ճառագայթները ունեն մոտակա հակաբորբոքային ազդեցություն, այսինքն երբ որ մենք գնում ենք ծով, արևի ճառագայթները անմիջապես առաջացնում են հակաբորբոքային էֆեկտ։ Ակնեն, այդ բզուկներ կոչված արագ վերանում են։ Բայց 2-3 ամիս հետո այդ ծովից սկսում է նրանց հեռակա ազդեցությունը, այն 2-3 ամիս առաջվա արևի հեռակա ազդեցությունը, որը ունի արդեն պրոբորբոքային, այսինքն խթանում է այդ նույն բորբոքային հիվանդությունը շատ հաճախ ավելի վատ ձևով։ Այդ դրա համար չի խրախուսվում նման հիվանդությունների ժամանակ գնալ իհարկե արևայրուք ստանալ։ Հիմնականում մաշկային քաղցկեղների մասին էլ խոսեցիք, տենդենսը ինչ է ցույց տալիս, դրանք աճում են, թե միտում չկա աճի։ Տենդենսը ցույց է տալիս, որ դրանք աճում են, բայց այստեղ աճելու պատճառները ոչ միայն այն է, որ արևի ճառագայթման ինդեքսը ամեն տարի մեծանում է, այստեղ աճելու միտման պատճառը նաև այն է, որ հայտնաբերելիությունն է բարձրանում։ Քանի որ նախ ժողովրդի տեղեկացվածությունը նման հիվանդությունների արևի վնասակար ազդեցությունների մասին ժամանակ բարձրանում է, դա մեկ, եւ երկրորդը
այդ հիվանդությունների հայտնաբերելու մեթոդները ավելի հեշտացվել են, նախկինի նման այդ բիոպսիա, հյուսվածաբանական հետազոտություն, այդ process-ները չէ, որ միայն պետք են, կարող ենք ախտորոշել ընդհանուր նաև դերմատոսկոպով, ու այս առիթն էլ օգտագործեմ, ասեմ, որ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մենք իրականացնում ենք դերմատոսկոպիկ հետազոտություն, ինչ է իրենից ներկայացնում դերմատոսկոպը, սա գործիք է խոշորացույցի նման, որով հնարավոր է հատկապես սկզբնական շրջաններում տարանջատել մաշկի չարորակ նորագույացությունները, նաև մելանոման, ոչ չարորակ, բարորակ նորագույացությունից, այսինքն ամենահասարակ օրինակը կարելի է հետազոտել խալը եւ հասկանալ այդ խալը չարորակացել է, թե հանգիստ է։ Եվ իհարկե այդ նման մեթոդներով շատ հեշտ ու շատ արագ ու շատ մեծ քանակությամբ մենք կարողանում ենք հայտնաբերել մաշկի չարորակ նորագույացությունները, այդ դրա համար էլ թվերը բարձրանում են։ Խալերի մասին խոսեցիք, արևի ուղիղ ճառագայթները դրանց վրա ազդեցություն ունենում են։ Միանշանակ, ու ինչ է պարզվել, որ խալի չարորակացման 85%-ի պատճառը հենց արևի ուրդամանուշակագույն ճառագայթներն են։ Իհարկե, պակաս դեր չեն խաղում նաև գենետիկ նախատրամադրվածությունը 1, մեծ դեր է խաղում խալերի քանակը, կա ստատիստիկա, որ որքան խալերի քանակը շատ է մարմնին, մաշկային ծածկույթին, այնքան մելանոմայի առաջացման հավանականությունը բազմապատիկ անգամ բարձրանում է։ Գենետիկան իհարկե, ինչպես նշեցի, շատ կարևոր է, բայց ոչ միայն խալերի, բազալ բջջային քաղցկեղ, տափակ բջջային քաղցկեղի 90%-ի զարգացման պատճառը էլի արևի ուրդամանուշակագույն ճառագայթներն են։ Իսկ քանի որ մելանոմայից խոսեցինք, նշեմ, որ մելանոման 85-ից 90% դեպքերում զարգանում է ոչ թե խալից, այլ արտաքնապես առողջ մաշկի վրա։ Այսինքն երբևէ այդտեղ խալ չի եղել, միանգամից կարող է զարգանալ կրկին արևի ճառագայթների ազդեցության տակ մելանոմա։ Եվ վերջում, եթե ամփոփենք մեր շատ կարևոր տեղեկատվությունը, ինչպես ճիշտ կիրառել արևի ուլտրաճառագայթները, որպեսզի դրանք վնասակար չլինեն, այլ ընդհակառակը օգտակար լինեն, խորհուրդներ մաշկաբանից, հորդորներ, ինչին հետևել, ինչ կանոններ պահպանել։ Նախ պետք է միշտ պաշտպանվել արևի ճառագայթներից։ Իհարկե ժողովրդի մեջ կա վախ վիտամին D-ն ինչպես ստանանք։ Այստեղ մենք միշտ ընտրում ենք չարյաց փոքրագույնը ցավոք։ Եթե համեմատում ենք վիտամին D անբավարարությունից առաջացած խնդիրները եւ այն ռիսկը, որ կարող առաջանա արևի ճառագայթների ազդեցության հետևանքով, իհարկե ավելի նախընտրելի է վիտամին D անբավարարությունը։ Նման դեպքերում բարեբախտաբար կան հավելումներ, որոնք օգտագործելով կարող է չեզոքացնել այդ անբավարարությունը։ Դրա համար պետք է պաշտպանվել արևից միշտ։ Ինչպես արևապաշտպաններ, իհարկե, դրանք պետք է օգտագործվեն միշտ, տարին 12 ամիս։ Բայց մի տեսակ մշակույթ չունենք, չէ՞, դա կիրառելու շատ։ Մշակույթ չունենք, բայց այդ մշակույթը կամաց ձևավորվելու այն սաղմնային փուլում է, ու նման հաղորդումների շնորհիվ այդ սաղմը աճում է։ Տարին 12 ամիս արևապաշտպան պետք է գցվի նույնիսկ անպամած եղանակին, նույնիսկ ձմռանը։ Երևի թե միակ ժամանակահատվածը, որ ժամանակ կարելի է չգցել արևապաշտպան, դա գիշերն է։ Արևապաշտպանը ընդ որում պետք է լինի, ինչպես ասեցի, A եւ B սպեկտրից պաշտպանող։ Արևապաշտպանը ցանկալի է լինի ջրակայուն, պետք է թարմացվի 2 ժամը 1 եւ այստեղ խոսենք նաև SPF-ից, այսինքն նրա պաշտպանության գործակցից, որքան բարձր, այնքան ավելի լավ, ու սովորաբար SPF-ը 50+ պաշտպանում է առօրյա մեր կենսագործունեության ժամանակ արևի ուրդամանուշակագույն ճառագայթների մեծ մասից։ Բայց միայն արևի ուրդամանուշակագույն ճառագայթներով արևից պաշտպանվելը 100%-անոց պաշտպանություն չի ապահովում, պետք է ամռանը ընտրենք ստվերներ, պետք է հագնվենք մաքսիմալ այնպես, որպեսզի ճառագայթները չհպվեն մեր մաշկին, այսինքն հնարավորինս փակ գլխարկով, ակնոցներով, մի խոսքով արևը լավ չի։ Շնորհակալ եմ շատ։
Տեղեկատվությունը իրականում շատ կարևոր էր եւ օգտակար, հուսով եմ, որ մեր հեռուստադիտողները այս ամեն ինչին շատ ականջալուր կլինեն եւ բացօթյա տարածքներ, ամառային հանգիստը կազմակերպելիս պարտադիր կհիշեն Բժիշկ Ավագյանի հորդորները եւ խորհուրդները, որպեսզի բացառենք այն դեպքերը, որոնք քիչ առաջ այստեղ քննարկում էինք ու նկարագրում։ Իսկ տաղավարում առողջարարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Աշխատանքային ծառայության ղեկավար Էդուարդ Ավագյանն էր։ Այսպիսին ներ առողջարարն այս շաբաթ։ Հետևեք մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։